մեզ մոտ ամփոփման դաս է, մենք ամփոփելու ենք ածական թեման, բայց մինչ ածականին անցնելը ես ուզում եմ անդրադառնամ ածականի ընտանիքին, որ ընտանիքի անդամ է ածականը, որ բաժինն է ուսումնասիրում ածականը, որ բաժնի մեջ է մտնում եւ որ բաժնում է ապրում, այսպես ասեմ։ Ածականը ձևաբանություն բաժնի մեջ է մտնում, ճիշտ է։ Ձևաբանությունը ուսումնասիրում է հայրենի խոսքի մասերը։ Հայրենի խոսքի մասերը քանիսն են։ 10-ն են։ Խնդրում եմ, եկեք միասին ասենք հայրենի խոսքի մասերը։ Գոյական, արձական, թվական, վերանում, բայ, մանբայ, կար, շատ կար, վերաբերական, ձայնարկություն։ Ուզում եմ բոլորս իմանալ, հիշտ ենք, այո, մարդում, տեսնում եմ, հիշում եմ, ապա նարեք։ Այո, ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ։ Բերեք օրինակներ, բերեք առարկա եւ նրա հատկանիշը ցույց տվող բառ։ Օրինակ եմ ուզում։ Մարիա։ Գետ։ Ինչ։ Գետ։ Ինչպիսի գետ։ Դե ասա։ Մեծ գետ, փոքր գետ եւ այլն, ճիշտ է։ Այսինքն դու գետ գոյականին տվեցիր հատկանիշ։ Դու ածականով տվեցիր հատկանիշ, ճիշտ է։ Այսինքն մենք տեսանք, որ ածականը ցույց է տալիս գոյականի առարկայի հատկանիշ։ Էլի եմ ուզում օրինակներ, Սոֆիա։ Գեղեցիկ աղջիկ։ Գեղեցիկ աղջիկ, ո՞րն է մեր ածականը, Սոֆիա։ Գեղեցիկ։ Իսկ աղջիկը գոյական է։ Այսինքն նա առարկայի հատկանիշ չի տվել։ Անուշ։ Օրինակ հաստ։ Այո, հաստ թուղթ, ապա Հարութ։ Մեծ ծառ։ Մեծ ծառ, ապա Երևան։ Փայտե պահարան։ Փայտե պահարան, կեցես Հարություն։ Խելացի տղա։ Խելացի տղա, կեցես Լեո։ Կանաչ գրադախտակ։ Կանաչ գրադախտակ։ Դուք վերեցիք բազմաթիվ օրինակներ, որտեղ մենք տեսանք, որ ածականը կարող է դառնալ գոյականի վրացում։ Իսկ հիմա երեխաներ, ես ուզում եմ, որ մենք կատարենք այսպիսի մի հետաքրքիր աշխատանք, ինչպես տեսնում եք, այսօր մեզ հյուր է եկել ծառը, որը պետք է վերնենք վերքով, այնուհետև անենք վեր քահավարք, մեթոդի ծանոթ եք արդեն։ Ծառը վերցում լցնենք։ Սկսենք Անուշից, Անուշ ջան, ներկայացրու քո ածականները եւ մոտեցիր ծառին, ապա մի քանիսը ներկայացրու։ Ասա։ Մեծ փոքր հաստ բարակ բարի չար տգեղ տգեղ։ Ապրես, բավական է Անուշ։ Ապա ծառը լցրու, ապրես, գնացին հաջորդը Սյուզի։ Հերթով արագ ենք անում ամեն ինչ, որպեսզի հասցնենք։ Ամենամեծ գմբեթավոր ծովային ճանապարհի մայրական Կեցես, բազմաթիվ ածականներ, որոնք հետագայում քննարկման առարկա են դառնալու։